Ուրեմն անկախ ձեր ռեպլիկից Տիկին Սինորյան, ամոթա աղջկան սազական չի այս մարմինում, այն բառամթերքով հանդես գա, որ դուք ձեր նախորդ ելույթում ձեզ ցույց տվեց, ուղղակի չի սազում, ու այդ կաստինգը, որ ասում եք, այդ ոնց որ ձեր մոտ այդ մարմաճը սկսել, ամեն կերպ անպայման ինչ-որ մի հատ ինձ մոտ խայթոց ասել, առանց հասկանալու, որ ցենզուրայի սահմաններ կա, որ սազական չի դες բաներ խոսալը ուղղակի բառամթերքի խնդիր այս ամբիոնից պիտի ոչ մեկը չունենա քաղաքակիրթ արտահայտվելու։ Ուրեմն հիմա անդրադառնամ մյուս դրվագներին։ Այդ Վենսի հետ կապված, Վենսի այցի հետ կապված այդ էքստազը որ կա, ոնց որ մոռացել եք, հա, որ դուք որպես իշխանություն, ձեր այդ արևմտամետ կոչված սեզոնային արբանյակ կուսակցություններն էլ հետը Քամալա Հարիսին եք սատարում։ Հիմա հանկարծ դարել եք թունդ Թրամփի կողմնակիցը։ Մյուս ձեր էլի Աֆյորան հայտարարվում է Վենսի կողմից, որ 5+4 միլիարդ տարբերակով կարող է լինել գնում Հայաստանի կողմից Միացյալ Նահանգներից, սա մատուցվում է որպես 9 միլիարդի ներդրման խոստում։ Այ էսա ձեր քարոզչական բլեֆների մակարդակ։ Հիմա որ անդրադառնում եք դաշնակցությանը, դաշնակցական չկա դահլիճում, տենց կարելի է թուր ճոճել։ Մատ 20 թվականին ով որ եղել է Արցախում պատերազմի ժամանակ, ես ինքս եմ տեսել դաշնակցության ջոկատները ավտոբուսներով գնում էին կռիվ, որոշ ԿՊԱ-կաններ Ստեփանակերտի հյուրանոցների ֆոյեներում կամուֆլաժով ֆոտոսեսիա են անում։ Դուք կարաք դաշնակցությանը բան ասեք, ասում եք Տիկին Վարդանյան երիտ թուրքերի հետ սենց ընենց 21 թվի թուրքերի սատարումը ձեզ ես բարբերաբար եմ հիշացրել, վերջերս էլ Հական Ֆիդանը հայտարարեց, որ դուք իրանց ֆավորիտն եք, ախր այդպես թեմաների մի կպեք, ձեր արտաքին սատարումը պաշտոնական անկառանա, նես որ այդ բզեզի բունը մի քանդեք։ Հիմա անդրադառնանք այդ մյուս դրվագին, հա, այդ այդուհանդերձ այդ ասֆալտին, որ աղը քայքայեց եւ այլն, լավ աղի հետ բիբարել չի ցանվել, թե չկարողա ընդհանրապես լացել այդ ասֆալտը։ Դուք այդ ինչ ասֆալտ եք արել, որ աղից այդ օրն անգեզ ամբողջ քաղաքը։ Հիմա մանկապարտեզների դրվագներով, էլի այդ նույն ով ինչ արել, ով ոնց աժոր, նադել ենք եղել արդեն։ Մեռակ ասելով յուրացնողի գրպանողի հերն էլ անիծած, պարտակողինն էլ, բռնողինն ու չդատապարտողինն ու հետ չբերողի հերն էլ անիծած։ Իսկ եթե ուզում եք ավելի իրականություն, այդ կարգի վատ բաներ եղել, որ դուք իշխանության եկեք, եւ որտես բաներ չլինի, դուք ես ուրիշ գործ ունեք այստեղ։ Բայց դուք եկել եք հիմա բողոքում եք մի բանից, որի արդյունքում եկել եք իշխանության։ Դե եկել եք 8 տարի անեիք, ով էր ձեզ խանգարում, ով չէր խանգարում ձեզ, ինչն էր խանգարում, որտեվ այդ նորից ենք ասում, որ խորանում ենք, այստեղ շեշտվեց, որ այն ժամանակ թաղապետերը ավելի շատ լիազորություններ ունեին, թե այդ որ թաղապետերն են յուրացրել, հետո այդ թաղապետերը ինչ են դառել, քաղաքապետ, նախարար, հա, հետո հիմա դուք ինչ հարաբերություն, դուք իրանցից վատն եք, դուք իրանց արածը թողել եք անպատիժ, ընտրություններից առաջ, ընդամենը դա շահարկում եք, որ տեսեք, մենք պայքարում ենք, բայց որ խորանակ տենակ այդ մանկապարտեզ յուրացնողներից 23 թվականի ընտրություններին քանի օքյա ձեր համար ձայն բերել, դուք շահեկան վիճակում չեք հայտնվելու, բայց այդ նույն այդ մանկապարտեզների թեման, որ էլի այդ նախկին յուրացումների հետ, չարաշահումների հետ ոչ մի կապ չունի, թիվ 140 մանկապարտեզ Շենգավիթ վարչական շրջանում, 23 թվականին կանգնացրել եք հիմնանորոգման, որը պետք է տևեր 1 տարի, եւ նախագծով պետք է հատկացվեր 176 միլիոն դրամ, 24 թվականին պետք է ավարտվեր, չէր ավարտվել, 25-ին շրջայց ենք կատարել, էլի չի ավարտվել, 176-ից 159 հատկացրել եք, էլի չի ավարտվել, մեկ էլ անցած տարվա դեկտեմբերին եւս 88 միլիոն դրամ տրամադրել եք, որ եւս մի 6 ամիս, այսինքն մի տարվա շինարարությունը ձեր մոտ տևում է, չգիտեմ, 3.5 տարի համարյա, բայց դրան ինչ կասեք, հա? Ընդհանուր առմամբ, սիրելի երևանցիներ, նախկին հարատավոր բարքեր, տարբեր վատ դերակատարներ, ով ինչն է, ով համար ինչ արել, ով հայրն է, ով պապն է, ոչ մեկը ոչ մի սենսացիա չի բացահայտելու։ Մեկ նայեք նախկինում ով ինչ ասել, հիմա ինչ ասում, ով ինչ արել, հիմա ինչ անում, ով ինչ շահարկել, հիմա եկել ինչի վրա ձեռները փորձում տաքացնի։ Ով է իրոք այս պետությունից սերմացու գողացող մկան նման գրպանել էլ մանկապարտեզել եսիմինչ ու հիմա այսօր
կաֆեներում նստած փորը քորելով այս իշխանությունը հետ պայմանավորվում է, թե էս քեզ, էս ինձ, էս հիմնադրամին այնքան փող, ստեղ այսքան ձեն, այնտեղ այդքան ձեն։ Դուք ընդհանրապես այդ մարդկանց խոցելի վիճակից օգտվելով ձեր քաղաքական նպատակների համար եք ծառայեցնում, դուք երևանցիների հոգսի մասին դարդ չեք քաշում, ու ամենակարևորը այդքան 70 մանկապարտեզի համար այտենց աղիողորմ արդյունքներ եք թափում, հաշվեք թե Արցախում քանի դպրոցում մանկապարտեզ տվեցիք Թուրքին։